Փաստորաթերթը գրում է 2026 թվականի սեպտեմբերից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես վերադարձի իրավունք, մարդու իրավունքների կամ պատմական արդարության հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։ Ալիևի խոսույթով Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես պատմական ադրբեջանական տարածք։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ, երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով։ Երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է արևմտյան Զանգեզուր ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ արևմտյան Ադրբեջան, դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ պատմագիտական քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։ Հրապարակ թերթը գրում է գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը բառի ամենաուղիղ իմաստով տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին։ Բանագնացները տարբեր են՝ միտեղ տվյալ տարածքի խառոշիներն ու հարց լուծողներն են, միտեղ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ ուժայինները կամ ԿՊԱ-մերձ գործարարները։ Աշխատանքներն ասվածն են, շանտաժն ու սպառնալիքն են, կամ մեզ հետ եք, կամ ձեզ ունեզրկելու ենք, դցնենք բանտերը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների եւ անմիջապես տուգանում, մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաեւ ճանապարհային այլ իրավախախտումների համար։ Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի 7-րդ համարը ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանում ունի բնակարան եւ ավտոկայանատեղի։ Բնակարանը, որը գնվել է կանաչ թաղսապայից, արժեցել է 47 միլիոն դրամ, իսկ ավտոկայանատեղին 5 միլիոն դրամ։ Մասնավորապես 2025 թվականի նոյեմբերի 4-ին Հայ-Էկոնոմ բանկից ձեռք է բերել ավելի քան 6 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմ սեր, իսկ նույն տարվա դեկտեմբերի 19-ին եւս 4 միլիոն դրամից ավելի պարտատոմ սեր։ Ռուբինյանը հայտարարագրել է նաեւ 5 միլիոն դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներում տարեվերջին ունեցել է 1 միլիոն 453 հազար դրամից ավելի գումար։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել, հայտարարագրի համաձայն Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտը կազմել է 22 միլիոն 847 հազար դրամից ավելի, որից 17 միլիոն 886 հազար դրամը ստացել է ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատավարձ։ Միևնույն ժամանակ նրա վարկային պարտավորությունները շարունակում են մնալ զգալի 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 31 միլիոն 932 հազար դրամ, հաշվետու տարում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ավելի քան 5 միլիոն դրամ։ Հրապարակ թերթը գրում է. Նախորդ 30 տարվա ընտրություններին հետևած եւ մասնակցած անձինք միաբերան պնդում են, որ ոչ մի ընտրության ժամանակ մեր երկրում այսչափ վախի մթնոլորտ չի եղել, որ շարքային մարդիկ պատժվեն ընդդիմությանը պաշտպանելու համար։ Փախենան իրենց կարծիքը հայտնել, եթե այն ընդդիմության օգտին է, զգուշանան իրենց նախընտրությունների մասին խոսել եւ ընդդիմադիր տեխնացուներին բացեիբաց պաշտպանել։ Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին անարգել քարոզչություններ անում, խոսում իշխանական ճնշումների եւ վախի մթնոլորտի մասին այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ մարդիկ վախենում են ընդդիմադիր կարծիք արտահայտել, ընդդիմություն լինել, ընդդիմադիրների կողքին կանգնել։ Նա ոչ միայն ընդդիմադիր գործիչներին է հալածում, այլև շարքային մարդկանց, որոնք դեմ են իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեն։